Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, հանդիսատես և հետևորդներ, սա HD stand-up նախագիծն է, HD Production-ի YouTube անալիքով և Շանթ հեռուստաընկերության եթերում բարով եք եկել։ Սիրելի հանդիսատես, ուրախ եմ ողջունել ձեզ, հերթական անգամ այս տաղավարում տեսնել ձեր գեղեցիկ դեմքերն ու ժպիտները ոնց եք, ոնց է տրամադրությունը, եկեք հասկանանք ծափահարություններով։ Հրաշալի, լավ է, որ պատրաստ եք մարտական տրամադրված, չէ, ծիծաղելու տրամադրությունը բարձր, հեռախոսները հուսով եմ անջատած են հեռախոսները։ Շատ լավ, հատկապես երիտասարդ սերնդին, մատաղ սերնդին հարցնենք, հեռախոսները անջատած են։ Ոչ, TikTok-ի մեջ լրված ենք։ Այդ սերունդը հատկապես պետք է միշտ իրենց զգուշացվի, որովհետև դասի կլնեն, նկարանման կլնեն, պանիխիդայի կլնեն, միշտ մեջն են, չէ, առանց հեռախոսի կյանք չունեն։ Իսկ մենք այն ժամանակ ունենք, մի հատ հեռախոս ունենք, իմ սերնդի ներկայացուցիչներ, ասեք, որ տենց է, հավաստեք, հաստատեք, փաստեք ձեր ծափահարությունները, ավելի ավակները, հատկապես դուք, ասեք, որ մի հատ հեռախոս կար ու այդ հեռախոսով էր արվում ամեն ինչ, բոլոր պայմանավորվածություններ, ժամադրություններ, հանդիպումներ, մի հատ հեռախոսով զանգվում ենք քաղաքային, չէ, ասում ենք, չգիտեմ, հստակ պետք էր պայմանավորվել այն ժամանակ, հիշում եք, նենց չի որ, ուր է սաղ ինչ եղար բան, ուղիղ, վաղը ժամը 3-ին հրապարակի ժամի տակ, չէ, ու պետքա հստակ 3-ին լինեիր ու հստակ ժամի տակ, որտև ժամից մի քիչ ենքոմ գներ, կարող է իրար չգտնեիք, առա, թե, ու 3-ից եթե ուշանայր, չգիտեմ, ասենք 10-15 րոպե ուշանում էիր, ինչ էր անում այդ սպասողը, արա ասում էր, ինչ կարար, ինչ աներ, ասում էր, կարող է մոռացել է, գնամ հլը տուն, շուտ տան քաղաքայինով զանգեմ իրանց տուն, տենամ կարող է մոռացել է, գնում էր, որ զանգեր, ես գալիս էր ես մեկը, կանգնում էր 5-10 րոպե, ասում էր, արա կարող է մոռացել է, գնամ հլը տուն զանգեմ, ես գնում էր էներգար, գժանոց, էլի, իսկ հիմա չիպերը խփած վրեքներս, էլ դու կարաս կորես կոնկրետ, ուր ես, որտեղ ես, երբ ես, ինչ ես, ինչ եք կարծում, ընկերներ, դա լավ է, որ մենք կախվածություն ունենք հեռախոսներից, թե ոչ, լավ է թե ոչ, եկեք քվեարկենք, ովքեր են կարծում, որ լավ է, որ մենք կախվածություն ունենք և գերին ենք դարձել բջջային հեռախոսների, ծափահարեք, խնդրեմ, են 15 հոգին են, հասկացակ, TikTok-ի սերունդը, իսկ ովքեր են կարծում, որ վատ է, որ մենք կախում ունենք բջջային հեռախոսներից, ես նույնպես կարծում եմ, որ ավելի շատ վատ է, իհարկե լավ կողմեր էլ ունի, դա միանշանակ չի, կյանքը հեշտացրել է, արագացրել է, համաձայն ենք, ընդունում ենք, բայց վատ կողմերն էլ են շատ, ես գիտեք երբ հասկացա, որ հեռախոսի գերին եմ դարձել ուղղակի, ես և երևի շատերը էլ ինձ հետ, այդ թվում, մի քանի ամիս, մոտ 1 տարի առաջ էր երևի, ընկավ հեռախոսս էկրանը ճաքեց, ջուր լցվեց, ցեխաջուր բան, շատ նեղվեցի բան, ասեցին մի նեղվի, շուտ տար սարքել տուր, գնացի այդ շրջանային բուտկաներ կային, տենց այդ կրպակներից մեկը տվեցի, հա Հովհաննես ջան, էկրանը փոխենք, չգիտեմ, ինչ անենք, ես անենք, ասել դե շուտ արեք, ինչքան կտևի, ասեցին չգիտեմ, կես ժամ մոտավորապես, կես ժամից եկեք, գնացի ու այդ կես ժամը, կես դար թված ինձ, երդվում եմ, հայ ես կենտրոնում ծնված մեծացած տղա, կենտրոնում որ երբեք ինձ վատ չեմ զգացել, կոնկրետ նեղվում եմ այդ կես ժամ, քայլում եմ, դες ինչ-որ, ամեն ինչ նորմալ է, բայց մի բան պակաս է, ոնց որ ներվա կողել, մեկին զանգա գալի, հիստերիկի պես վազում եմ, ուզում եմ վերցնեմ ինձ թվում է իմ նա, այդ ասում եմ, հանգստացի հելը, մի քիչ քայլում եմ, բուդս դրռում ասենց։ Հետո հասկանում ներվա, բան, թվում է ինձ, ոնց որ մի պոչկետ վրետ չլնի, այտենց, չնայած մի պոչկով մարդիկ նորմալ ապրում են, ոնց որ մի պոչկետ չլնի, մեկ է հեռախոսդ մոտդ չլներ, այտենց։
նեղված, քայլում եմ, ասում եմ լավ, ինչ անեմ, որ արագ անցնի այս ամեն ինչը, մտնեմ սրճարան, մի հատ սուրճ խմեմ, մտա Աբովյան փողոցի վրա, սրճարան, թարսի պես այդ բոլոր հաճախորդները հեռախոսների մեջ, օրոշ, մենյուն վերցրել եմ, ասենց ուզում եմ մեծացնեմ, խփում եմ վրան, հասկանեք, հիստերիկացել եմ ու շատերի մոտ է տենց, կախվածություն, ասի մի հատ սև սուրճ բերեք, խմեցի, հաշիվը ուզեցի, որ պիտի փակեմ, դե հեռախոսով եմ ծնգացնում, կանխիկ չունեի, ասի ներողություն էլի, կանխիկ չկա, հեռախոսով պիտի բանեմ, հեռախոսն էլ փչացել, անց տվել եմ սարքել, մի հատ գնամ, ասեց արդարանում եմ, ասեց «Что, извините»։ Դե շատ տեղերում ռուսներ են մատուցողները, գիտեք երևի, ասում եմ հլնայել, ու էլի ռետրո բաներ եկավ մտքիս, էտով ընկավ։ Ու էլի ռետրո հիշողություններ, ասում եմ հլնայ։ Ուրեմն հեռախոս չկա մոտս բջջային, մատուցողը ռուս, լավա հաշիվը ռուբլիով չի բերել, սովետի ժամանակներ ելներ, ու մտովի հետ գնացի, ինչքան բաներ կան, որ մեզ հիշեցնում են հին ժամանակները, ասեք, օրինակ նույն Հրազդան ստադիոնի մոտով անցնելիս հեչ մտածել եք, իմ հասակակիցներ, ինչ են մտածում այստեղով անցնելիս մեր հայրերը, կարծում եմ, որ հիշում են Արարատ ֆուտբոլային ակումբի խաղերը, մամաները երևի հիշում են Ալլա Պուգաչովայի այն միակ եւ անկրկնելի համերգը, չէ՞։ Մենք ինչ ենք հիշում ենք ոնց են սեպտեմբերի 1-ից առաջ ոնց էին մեզ կաստում շլվար առնում, չէ՞։ Սիպտակ շարոշկա։ Սաղ իրար հետ 5000 դրամ։ Հիշում եք ինչ էժանսն, մեկ ծիծակ կոշիկներ, հակնեն գնանք դասի։ Առհասարակ, հետո մտովի տեղափոխվում եմ 90-ական թվականները, հեչ չեք հիշում, տրոլեյբուսի հետևից կախված ժողովրդին, տրամվայի կամ ասենք չգիտեմ, որ մի մեքենայով տեղ են գնում։ Հիմա շատ ընտանիքներում ամեն մի ընտանիքի անդամ իր մեքենան ունի պարզա, բայց այն ժամանակ մի հատ ավտո էր, հիշում եք, պապան էր քշում տեղ գնալուց ծնունդ մնունդ սաղով գրրալ են լցնում ենք մեջը։ Երեխեն մորգիկներ, մերը տատու, տատը պապու, պապան շախգամի, տենց քաշում էին, դիքը չէր կարում քաշեր այդ 06-ը։ Ես այդ օրերը գիտեք ինչ էի շատ սիրում։ Պապան ասում էր արինստի դեմ արա, հետևը որ տեղ չել եմ ասում էր արինստի դեմը, բայց որ գայշնիկ տեսանք պտի կզես։ Ես էլ մեծ հայցիկով են տարիքներ լուբոյ մոմենտ պատրաստ էի կզեի։ Մենակ դեմը նստեր, արդեն մեծ մարդու տեղ են դրել, գիտեք ինչքան ա եղել դեմը նստած, պապան ասել սպեկտր արա կզի։ Ինսպեկտորին սպեկտր էր ասում պապան, ընկերների խելքին էր ընկեր։ Ու եղավ մի դեպք, տենց կզել եմ մի րոպե անցել, 2 րոպե, երեք պապան էլ ճիշտն ասած, պիտի անկեղծ լինեմ ձեզ հետ, մի քիչ ցրված բնավորություն ունի, ու այդ անգամ sense կզել եմ, ձեն չի անում, արա 2 րոպե, 3 րոպե, 5 րոպե, ասում եմ սպեկտրը չանցավ արա այդ անկերը։ Դե երեխա եմ, չեմ ջոգում սպեկտրը ինչքան ա տևում, էլի։ Ասեցի ցածր հարցնեմ, այնքան երեխա եմ, որ բարձր չեմ խոսում, մտածում կլսի սպեկտրը, էլի։ Ցածր ասի Պապ սպեկտրը չանցանց, ինչ, դու լստորա, վերթրա, լրի մորացել էր, մտքերով էր ենք։ Այդ են զի խոսքով կզած, անցավ մեր մանկությունը, կզած մեծացանք, դրա համար էլ այսօրին ընկանք, էլի, այն 40 տարեկան դեռ չլրացած արդեն ռադիկուլիտ, իշյազ, նևրոզ, ես շատ գիտեմ ինչ, դրա համար էի ասում, մեր սերնդին լավ վերաբերեք, հիշում եք առաջին հաղորդման ժամանակ, այդ տեսակի բաների, որտեվ ոնց մեծացանք մենք, Աստվածիմ, այդ ինչերի միջով, այդ ինչ դասերակցության, ինչ մտածելակերպի, ինչ ենթամշակույթների, այդ ինչեր էին մեզ ասում, հիշում եք, այդ ինչերով էիք մեզ վախացնում, այ ձեր ցավը տանեմ, այ մեր ծնողներ ջան, հարգար ջան, ավակ սերունդ ջան, այդ ինչեր էին ասում, քարի մեջ արուն կա։ Հիշում եք, ով է հավատացել, որ քարի մեջ արուն կա, հլա անկեղ սապ, ես երդվում, գիտեք ինչքան եմ խորացել այդ մտքի մեջ, ոնց եմ հավատացել, ուղն ու ծուծով, մի քանի տարի առաջ եմ իմացել, որ չկա։ Չգիտեմ, ծխես, կոլոտ կմնաս։ Մեր դասանի Բոյովը երկրորդ դասարանից ծխում էր, ասենք, տեսնում ենք, բայց մյուս կողմից էլ ասում, ծխես կոլոտ կմնաս, էլ ինչեր էին ասում, խելոք մնա, թե չէ, մեշոկ պապին, կգողանա կտանի, այդ հերիք չի յանի, մա էտ էլո դուք եք ասում, սապոն կսարքի արա, երդվում եմ, գիտեք ինչքան եմ խորացել, ոնց այդ պրոցեսը լինում, մեշոկ պապին, ոնց արա գողանում, տանում, այդ սապոնի գործարանն եմ խորացել, ինչ չապերի ա, իրանք
Իրանք ասում պարկում քնում էին հանգիստ, Մենք ենք տանջվում գիշերներ, արա, սապոն։ Իմ սապոններն եմ պատկերացնում, Հովհաննես Դավթյան սապոններ, օգտվեք եւ արա այդ ինչեր էինք իրար ասում։ Հələ հիշեք արտահայտություններ, Ս գրի տակներ ստորագրի, արա։ Յանի դες շատ կարևոր փաստաթուղթ է, էլի։ Ինձ որ առաջին անգամ ասեցին, առաջին անգամ յանի դες միշտ ասել են, էլի։ Չէ, բայց միտքը տենց է դուրս գա։ Առաջին անգամ որ ասեցին, ես ուրախացել եմ, էլի դες փոքր լացիրակ երեխա է, ստորագրությունս նոր մշակած, եւ երկրորդ երրորդ դասան ուրախացած գրիչ էի մանգալի, որ ստորագրեմ, ասել, մեծի տեղ են դրել, էլի երևի։ Այդ ինչ արտահայտություններ կար, ոնց են գրազներ գալիս, հիշում եք տղերք, դուք ավելի շատ կհիշեք, գրազներ են գալիս կրվում, արի գրազ գանք, կատուն ձեր տնից մեծ է։ Հիշեցիք։ Հա? Այո։ Կատուն ձեր տնից, արա ասում էիր ոնց կարա կատուն մեր տնից մեծ լինի։ Գրազ էր գալի, կրվում էր, բարձվում է, ասում է, ասելա կատուն ձեր տնից մեծ է, հասկացաք, կռուտիտի ժամանակաշրջան, ստորակետի բազար էր լրիվ, էլի, գիտեմ, աղջկա ձուկ ուտես, մեղա, ասում իր աղջկա ձուն որն է, բարձվում է աղջկա ձուկ ուտես, այդ հենց աղմախ էշ բաներ, չգիտեմ, Սովորի հորդ պես էշ չդարնաս, այ քեզ, հարցակվում էիր, որ արդեն մի հատ տայքում հորն ես ասում էր հիմար ես, ասում եմ սովորի հորդ պես, էշ չդարնաս, հասկացակ, այս սենց հիմար արտահայտություններ, հասկամ եք, ինչ ժամանակահատվածում ենք մեծացել, տերտերը մորուք ունի, բան, ինչ ապուշություն ասես կար, ինչ ասես, Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում, նոր տարվա լիմոնադ, հունվարի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում, շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Բա խաղերը հիշում եք են ժամանակ, մանկական խաղերը ըստիս նրա համար են, որ մանկան հոգեբանությունը ավելի լավ զարգանա, չէ, չգիտեմ, մանկությունը ավելի թեթև, ավելի ուրախ անցնի, առանց ստրեսների, առանց պրոբլեմների, մեր այդ թվերի խաղերը, բոլորը, ծեծի, ջարդի, վնասվածքների, քերծվածքների և հոգեբանական ստրեսների մասին են, եկեք իրար հետ հիշենք ինչ խաղեր կային այդ բզելու, տոպկելու հետ կապված, տզից սկսած ամենահասարակ, տզը հիշում եք, ով է հիշում տզը, մեր բակից մի հատ տղա կար, մինչև հիմա տզի օինը չի տվել, արա ենքան ենք տվե գլխին, ով է, դու էր չէ, ինքն էլ էր, բայց ասում ենք չէ, տենց մի քանի տարի, հիմա հոգեբուժարանում տզի թե դիագնոզը տզի բանով է գնում, տզի էլ ինչ կար, չգիտեմ, հավալա, ինչ, ғայիշ, էշ միլիցա, չգիտեմ ընդեղ, հավալա, բոլորը բլդուխ ով է հիշում, բլդուխը, հիշում եք բլդուխը, հեսա ջայլներ էլի, չէ, ինչ հա, չգիտենք, ովքեր չգիտեն, ինչ հա բլդուխը, ընդհանրապես, Դահլիճի կեսը համարյա, եկեք հանուն արդարության, պատմենք երկու բառով, հա, ներկայացնեմ, ինչ հա բլդուխը, բլդուխը, ոնց պտի ներկայացնեմ, չգիտեմ, բլդուխը դա մի էշություն էր, որտեղ խաղ դժվար է ասել, չէ իրան, էշություն էր, հիմարություն, որտեղ յուրաքանչյուր մեկը, յուրաքանչյուր մյուսին, հիմնականում տղաները, չէ, վախացնում էին, և ասում բլդուխ, եթե վախենում ես, բլդուխ, լյուբոյ ձևարա կարար վախացներ, յուրաքանչյուր կերպ, չգիտեմ, ամենահասարակ են պատի հետևից դուրս գալով բո անելով, մինչև ամենաստանդարտ և շաբլոն անել, դե մեզ էլ, որ անում են մեզ տղամարդկանց,
Սիրելի կանայք եւ աղջիկներ, ձեզ ասեմ, կարողա չիմանաք, ովքեր չգիտեն, մեզ որ անում են կապ չունի մեր սերրին արական, հա, կապ չունի նա 6-7 տարեկան լակոտիկ է, թե 70-80 տարեկան պապիկ, կապ չունի տարիքը, մեզ որ անում, մենք բնատուր, չգիտեմ, ծնված օրից, բնությունից, այդպես ենք, մեզ որ անում են, մենք կակ մինիմում անում ենք վստահ լինելով անգամ, որ չեն կպնելու, 100%-ով վստահ լինես, չի կպնելու, մեկա դու անում ես, այդ ոնց որ ձեր սիրելի կանայք, աղջիկներ, ոնց որ դուք ձեր վրա ոնց օրինակ բերեմ որ պատկերացնեմ, դուք ասենք, որ շոր եք փոխվում եք դուրը բաց անում, հանկարծ դուրը բացում են, ոնց եք տենց միանգամից ռեֆլեքսորեն չէ սենց անում, կամ դե դուք հազարատ բան ունեք պայելու, մեր նման չեք, միտքը, մենք ենք, որ ունենք, չունենք, լավ, մի խոսքով, խեղճ ու կրակ, մի խոսքով, լավ, միտքը հասկացակ, ու երբ որ մեզ արվում էր, կամ չգիտեմ բան, մենք վախենում ենք, վախացնող կողմը ասում էր բլդուխ, այս առաջին պունկտն էր, պունկտ համար 2, ինչ էր բլդուխը ինքն իրանով, բլդուխ լինելուց, բլդուխ եղողը, այսինքն վախեցողը, գալիս էր մատաղի ուլի պես, վիզը ծրած, աչքերը կախած, բլդուխ անողի մոտ, թուշը թեթև ուրրացնում էր, ուրճացնում, ոնց է դրա գրակը, ուրրացնում, և այդ վախացնողը մի հատ բլդխում էր նրան, ստանում էր, սա չարիքի փոքրագույնն էր, բլդուխը, եթե վախացնողը, բլդուխ անողը, մի քիչ սառնասիրտ տղա էր ելնում, մի քիչ դաժան, մի քիչ նենգ անձնավորություն էր ելնում, ինքը կարար վախացնելուց ասեր ոչ թե բլդուխ, այլ օբշի բլդուխ, հիշեցիք օբշի բլդուխը, ինչա օբշի բլդուխը, ինքը իրանից առանձնապես բան չի ներկայացնում, այսինքն չկան հենց օրենք, որ դու կարաս օբշի բլդուխ անես, թե չէ, ուղղակի բլդուխի տեղը եթե ֆայմում ասում էիր օբշի բլդուխ, դա նշանակում էր, որ բացի իրենից, օբշի տեղ տերիտորիայում ով կար չկար, կարար այդ վախացնողը հրավիրեր բլդխելու ես հարիֆիս, օբշի բլդուխ, մենք էլ դաժան ազգ, նենք ու դաժան սև մութ 90-ական թվեր, խպելու բանը լի է, մեր ու մանուկ գալի բլդխում էին ես արեն, փողոցի շներով բան, մարդ չեր բնում, ընկերոջ մորը ձեր, սուսատոտան, հան արեք ջան, պերաշկյա սարկում, արի, ինչ կա, օբշի բլդուխա, եկա, թապ տալով ձերները գալ, այդ ես դաժան, հասկանում է, էլ ինչ խաղեր կար, սիլակացի, կարատե, էդ էլ չգիտեք ինչա ջահելներ, հա? Ովքեր չգիտեն սիլակացի կարատեն ինչա, դե լավ էլ է աղբոր պես, լավ, էդ էլ ասենք, սիլակացի կարատեն էլ նույն ձև գալիս էր սիլակացի կարատե, ոչ մեկ իրան իրավունք չի տվել է գա, յուրաքանչյուր իրավ ուզած մանուկ տենց անի, հասկանում, մի բան չի հաղթել, որ կարանա տենց, ու մուզեր գնում ես սիլակացի կարատե, ու ինքը պտի բրներ, որը բրներ դրանով էր ծեծ ուտելու, հասկանում եք մարալը, հասկանում եք դաժանության չափը, ու որ քացի ենք բրնում, ուրախանում ենք, գոնե սիլաչի դեմքիդ չեն խփի կամ կարատեչի ոնց ուզեն չեն սատկացնի, ով ինչ տերուկ գիտի, հա, քացի, արա քացի, ինչից ենք ուրախանում, ու քացիներով տալիս ենք համագի, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը խաղում էր վոլեյբոլ, մենք հերիք չի վոլեյբոլ չէր մերը բալեբոլ էր, մի հատ էլ սկզբից դնում էինք տոպկոցի բառը, տոպկոցի բալեբոլ, հիշում եք, կրվողին պպզացնում էինք, ու են ծանր քարի ծանրություն ունեցող գնդակով, տոպկում էինք բերնին, դեմքին, որ մի բան պատրվի, ճղվի, կերձվի, մի ցավ, մի վերք, մի պատրվածք, արում, բան, եթե դու այդ ժամանակաշրջանում բակից խաղալուց նորմալ առանց վնասվածքների գնում էիր տուն, մաման տուն չէր թողում, ես հիշում։ Ասում էր, գնա ռադեղի նորմալ կխաղաս կգաս, ստեղ գժանոց չի կա։ Դու անպայման պետքա ծեծ ուտեիր, եթե քեզ չծեծեին տանը, մաման, պապան, ուրեմն բակում պիտի ծեծեին։
Հա մեծ տղաները փոքր բակում չծեցին, դպրոցում դիծեցին։ Քո դասարանցիք չծեցին, կողքի դասարանցիք կրկի ժամանակ։ Դասարանցիք չծեցին, չգիտեմ, դասատուն դիծի դասատունների ծեցելն է հիշում եք երևի։ Արա, էդին, այն ժամանակ հիմիկվա նման չէր, Այն դասատուներին հիշում եք, մենք դասատու ունենք, այնքան էր ցուցափայտով խփեն 10-ից 10 տնգցնում էր աշկիդ գիլի մեջ։ Առանց պրոմախ։ Կամ ասենք որ դաս էր պատմում դասատուն, երեխա է, ասենք ծամոնա, լինում է, չէ, դե պարզա սխալա, ճիշտ չի, լավ չի, ցանկալի չի, ընդունված չի, բայց դե երեխա է, հիմա տենց եսիմ ինչ դատավճիռել չի, պետք չի արժանացնել, բայց եթե հանկարծ տեսնում էր, հիշում եք ինչ խիստ էին, ասենք դաս էր պատմում, երեխան գետենում էր տեսավ, քարանում էր ու դասատուն աչքը վրեն պահած մոտենում էր, դու էլ չէիր կարա կռուտի տաներ, հա? Ուզում ես կուլտուր, ուզում ես մցրայել, չէ, ձերից չէիր պրծնի, որտև էտը 90-ականներ ձետկա, ճիշտ ու սխալի ժամանակաշրջան էր, ինքը տեսելա չես կարա պախցնես, գալիս էր ասում էր, էդ ես դաս եմ պատմում, դու իմ պատմելու ժամանակ ծամոն ես, ծամ, են մումը վերջի, թողում էր, որ խպի սեղանին, դու եթե մի քիչ ճարպիկ երեխա էր պետք է հասցնիր մի բան քաշես գլխիդ տակ, հա, դե դրա գիրքա մի փափուկ բան, գիրքն է յանի փափուկա, էլի, բայց ավելի փափուկա քան այդ դասասեղանը փայտից, որտեվ հեսա զամփացնելու է լաբավոր, որ այդ ինչ էին, խնդրեմ, երկար չխոսեմ, տեսեք, նայեք ինչ օրը կցի, ես էլ եմ աշակերտորը, չէ, այդ հիմիկվա նման չի, հիմա ասենք մեկի երեխուն թարս նայի դասատուն, թարս խիստ հայացքով, մյուս օրը, մերը, մարդու իրավունքների պաշտպանի հետ, Ես մի ձեռով էլ երեխուն, ապացույց թարսանայել երեխուս, հոգեբանության վրա հետ կա թողել։ Չէ ասում եմ, արա սատկացնում էին, կոնկրետ, բայց մեկա մենք իրանց սիրում ենք ու հիմա էլ ենք սիրում ու եկեք ծափահարենք մեր բոլոր դասատուներին, ուսուցչուհիներին, մանկավարժներին, փառք ու պատիվ իրենց։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հանդիսատես, նոր տարվա լիմոնադ ներկայացման դեկտեմբերի 22-ի բոլոր տոմսերը սպառվել են։ Ձեր բազմաթիվ խնդրանքներով եւս մեկ օր, վերջին ներկայացում, դեկտեմբերի 23-ին ժամը 19-ին Ալեքս թատրոն։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Կան մանկավարժներ դահլիճում։ Եկ մենք էլ ձեզ ենք ծափահարում, սիրելիներ, շատ ջերմ, շատ, ապրեք դուք, շնորհակալ ենք։ Հատկապես մաթեմատիկայի, չէ, տես չէ, հատկապես այն թվերի դասատուների, որ թվերից ես խոսում եմ, այն մութ ու ցուրտ տարիների այդ ժամանակ այդ գործը կրկնակի եռակի տասնապատիկ դժվար էր, բարդ եւ գնահատելի, որովհետեւ հերիք չի ամսական 8000, կարծեմ 8000 թե 10000 դրամ աշխատավարձով էին աշխատում։ Մի հատ էլ այդ մթին ու ցրտին չէին զլանում, գալիս էին հատկապես ձմեռները, ես հիշում եմ, որ մտնում էինք ցուրտ դասարանները, վերարկուները վրան գցած, ատամները զնգզնգացնելով դաս էին սովորացնում մեզ երեխաներ, Նյուտոնի երրորդ օրենք գալիս է մեզ ցուրտ էր, արա անթերը, ցուրտ էր, հասկանում եք, գրեք, նոր դաս, նարդոս, չենք էլ ջոգում, նոր դաս թե նարդոս, բայց գրում էինք, շատ, ասենք չգիտեմ, գրատախտակին գրում է, այսօր սեպտեմբերի 20 կեսից սառում էր ձեռը, կավիճը ձեռը քարան, ալինարի շարունակի բալես, ինքը գնում են փեջի մոտ, տականում հետ էր գալի մատները, հիշում եք այդ փեջերը նավթի, ես 91 թվին եմ գնացել դպրոց, այդ նավթով վառարանների ներքո ենք մենք դասանում, հիշում եմ, ձմեռները հատկապես մտնում ենք, այդ ինչ ցուրտ էր, մտնում նստում ենք, վառում ենք այդ փեջը, գմ փալով այդ վառարանը վառվում էր, մի քիչ գոլանում էր սենյակը, վերարկուները հանում ենք, հետո առաջին սվիտերն ենք հանում,
Հետո մի 10 րոպեից երկրորդ սվիտերը, հետո երրորդը, հետո չգիտեմ վերնաշապիկը, որ լավ տաք էր արդեն, մնում էինք մայկայով, թշիկները կարմրած, գիշերն է մի քիչ լավ քնած չենք լինում, շուտ ենք արթնացել եկել դասի, մի քիչ տաքը տալիս էր, մի քիչ այդ նավթի հոտը շնշում ենք, որ արդեն տվել է գլխիս, ծակուրատնի, քո մոմենտո, ուզում ես կիմարի տլես, Այն աշկիտ կպնում եմ, եկել վերջի վարկյանին, հովան եսա, չոր, հովա։ Արի վարարանը թուլացրու արդեն տակը, միշտ ինձ էին կանչում, ես որ կոլոտ էի, համ վատ էի տեսնում, աչկարիք էի համ կոլոտ, 10 տարի առաջի շարքում եմ նստել, բոլորին կանչում էին գրատախտակի մոտ, ինձ վարարանի մոտ, դասատում։ Անենց էլ անդուր հոտ էր կպնում, հիշում եք, մի հատ թուլաստում ու ժեղաստում, կապնում էր ու չեր անցնում, մի կես ժամ, մի ժամ, մինչև էլ տետրի թղթով, էլ գրքով, էլ կտորով, էլ ջրով, լվանում են, հենա ուզում էր ասել, հովան ես արի մի հատ թուլացրու էր, գժանոս էր, բայց եկեք մի փոքր նոստալգիկ անցում կատարենք, հիշենք այդ թվականները, չեմ ուզում ձեզ տխրեցնել, բայց եկեք իրական կադրեր նայենք, հիշենք մի քանի վայրկյան, սա իրական վիդեոյա 93 թվական, ձմեռ, Երևան, տեսեք ոնց են մարդիկ նավթի հերթ կանգնել եւ ոնց են ամեն մեկը իր բաժին նավթը, մեկը սահնակով, մեկը սայլակով, կանեստերներով տանում վառեն, որ տականանք ցրտից չմեռնենք, Աստված իմ։ Դուք եք չէ արել այսպիսի բաներ, որ երկար նայենք ձեզնից էլ կարող է մարդիկ լնեն այս վիդեոյի մեջ։ Շատ դժվար էր։ Հետո ինչերը կար, չենջերը, հիշում եք, երիտասարդներ, այդ exchange տարադրամի փոխանակումներ հիմա որ տեսնում եք սուպերմարկետներում, մոլերում, սիրուն բուտիկներում, բուտկաներում, այն ժամանակ եկեք երիտասարդներին հիշեցնենք եւ ասենք ովքեր չգիտեն, որ այն ժամանակ չենջերը մարդիկ էին։ Հիշեցիք։ Ովքեր հիշեցին այդ չենջերին։ Վայ, ես երեխայի, բայց շատ լավ հիշում եմ, դուբլոն կեքով, մաչոն կեքով, հիշում եք, վարյոն կեքով, յարմրկեքում ամեն մեկը իրա ուգլը բրնած, վարատնիկները անած վերև, խորամանկ աչկերով հենց մարդեր անցնում ասում էին դոլար առնեմ դրամով, դոլար առնեմ ռուսականով, դոլար առնեմ դոլարով, վաուչերով, եսիմ ինչերով, կարևորը դոլար բառն էր։ Դու այդ ժամանակ մտածում էիր մարդը, եթե համարձակվում է դոլար բառը այդ թվերին բարձրաձայն ասի, ուրեմն լուրջ մարդ է, արժի իր մոտ փոխել։ Շատ ժամանակ որ դոլարը չէին ունենում, ասում էին դոլար ֆռում էիր, ասում են չունեմ ախպեր ջան, ռուսական առնեմ։ Ես հիշում եմ պապայի հետ մի քանի անգամ տանում ենք փոխելու այդ վատ, կեղտոտ, մութ, ցուրտ ժամանակահատվածներում վերցնում էին փողը, որ թքում էր վրեն, հաշվում էր, ասում էր, այս էլ պայի ախպերս։ Նոր այդ քե վրեն է։ Ու լուպոյը պահում էր, մեկը չկար հատկազգի։ Փողը երևի միակ բանն է, որ ասում ես, դե լավ, չորացած կլինի արդեն, տո լավ, ոչինչ։ Հետո անում էր իրա խարջեն, մի հատ է դակ, մի հատ խրջում էր իրար մեջ, մի հատ էլ, հա, թքել եմ տես փողի վրա արա, հետի ծախսել կլինի, արամը դժվար էր, խոսքով առևտրային հարաբերություններն էին դժվար, ամեն ինչ դժվար էր ճարվում, կամիսիոն կեքում, հիշում եք, են տակից առևտուր, տակից շոր, տակից կոշիկ, տակից սնունդ, տակից մեբել, ռումինական մեբել չեք ունեցել, ռումինական, այս սրանից ով է ունեցել, բոլորի տներում եղել է, չէ, այո, հետո գործերներդ լավացավ, փոխեցիք այս սրանից, չէ, ես բոլորի տներում եղել եմ, ասում մի օրի չենք մի հալի ենք, չէ, տենց խոսքը։ Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում, նոր տարվա լիմոնադ, հունվարի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Իսկ հացի հերթերը, դա ինչ կարոտով ենք հիշում, ահա որ բաներ, բայց մեկա չեն, ինչ նոստալգի է, հացի հերթեր, էլի մատաղ սերնդին ասենք, իմանան, հացը մենք ստանում ենք կտրոնով և օրական 1/4 մատնակաշ էր հասնում մեզ, 200 գրամ, չէ, 250 գրամ, այսինքն կեսի կես, սիրելի երիտասարդներ,
Եթե դու քո կեսի կես հացը ուտում ես եւ այդ օրվա ընթացքում էլի սովածանում ես, դու պետքա սպասեիր մինչեւ հաջորդ օրը գար, որ գնայր մյուս կեսի կեսը ստանայր, հա, ինքնա նման չէ, ինչ կան ուզեք կուտեք։ Ես պապայի հետ հիշում եմ, գնում էինք, հերթ էինք կանգնում, մինչև հիմա քթիս այդ թարմ հացի հոտը։ Մինչև հասնում էինք տուն, ես իմ 1/4 հացը կերած էի ելնում։ Հետո անցնում էի իրանց հացերին փոքր ժամանակ։ Իսկ կտրոնները այսպես օրը ջնջում էին, ամսաթիվը ու տալիս էին։ Եթե կհիշեք, այս կտրոններն են, ընկերներ, հիշեցիք։ Սա մեզ մոտ չի եղել, անկեղծ ասած, սա Google-ից ենք վերցրել, չգիտեմ էլ ումնա հոկտեմբեր ամսվա 93 թիվ, ոնց տեսնում եք, ու մինչև հոկտեմբերի 6-ն է ջնջած, երևի 7-ից սովից մեռել են այս մարդիկ, չեմ կարասում։ Շատ դժվար ժամանակներ էին։ Այս հացի տալոնների հետ կապված էլ շատ վատ հիշողություններ ունեմ, ավելի վատ, քան ոսկե աշուն եմ, որ պատմեցի։ Ուզեք պատմեմ արագ, հա? Այո։ Սարսափելի բան։ Ուրեմն երեխա եմ էլի տես դպրոցակ, դե 93 թիվ ինչ է, երրորդ դասան, հա? 10 տարեկան, 9-10 տարեկան, մի օր ձմեռ են սրտաշունչ ձմեռներից, պապան ասում է այսօր էլ գնա դու եկալ եկայիշ ես դարմայդի թխյա վիրավորում չես ասում։ Կարասի գնա հացմեր կբերես, չէ պապ ջան, խնդիր դարմայլակը սավոր վերանգած ես մենք ձրիակերի պես պուսս պալ։ Լավ։ Գնամ մի հատ այսօր դու հացը եկալ էշի չես կարում, սավոր զվռնում ես։ Հա, ասի գնա։ Արես տալոնները գնա, բոլորիս տալոնները տվեց, դրեցի տուն իջքրի, սկսեցի հագնվել, եթե կհիշեք շատ խորը սրտաշունչ ձմեռներ էին դե արդեն, ասացի հիմիկվա պես չէ, որ մի հատ ձուն գա չգա, այսպես մետր ու կես որ ձուն էր դնում այդ տանին։ Մոսկով հակա ես, սապուկները բան հասցենց, շալվարը, բաճկոնը, շարֆը պատացի, գլխարկը, ձեռնոցները, բան սնիգավիկը, բան դարա, դե գնացի բան, շուտ կգաս արա իշիմին դրմեցի սրճից, լավ ասի շուտ կգամ բան, դուրս եկա բակ տեսնեմ ընկերներս գնդակ են տշում, ֆուտբոլի դաշտում, խաղար հապարակում, պաս տվեք, պաս, յա եկարա չէ ասի, գնում եմ հացը պես մի հատ պաս, դե ասի 2 րոպե ես կոմենքոմ, ինչ պտի փոխվի, ասի մի 2 հատ տշմշեմ գնամ, երեխա, եղածքով պաս տվեցին մի 2 հատ տշեցի ես կոմենքոմ, բան ասի դե գնամ մի հատ հացը վերցնեմ գամ, բան, կգաս հաստատ, հա ասի եսա գալիս եմ հացը տանեմ տուն գա, դե սպասում ենք, ասի եղավ, ձեռս սկսեցի տալոնները չկա, ես մի գրպանը չկա Արա ես չեպը չկա, ես չկա, ստեղ չկա, չեմ հավատում Եվ նորից մի հատ ես, ես չկաս Կանգնեցի, քարացա, սառը քրտինք հատորել վրես Մանկական ինֆակտ խփեց բուջը Դե եթե չեք պատկերացնում, նորից ասեմ Ամբողջ ամսվա բոլոր տնեցիներին սոված թողելու մասին է գնում խոսքը, հասկանում եք Ես չգիտեմ ինչ անեմ, նայում եմ դե ձուն, ձմեռ, սպիտակ, չեկը սպիտակ, պոլս հատակը սպիտակի վրա չերևա, ման եմ գալի, տղեկին ասի ինչ ա, տալոնները կորցրել եմ հացի, լուրջ ես ասում, բաման ու շուխու, դե վատ լուրը շուտ ա, չէ տարածվում, մի անգամից սաղ թաղով արեմ, հովուն տալոնները կորցրել արա, չեկերել եմ, ես սատանակա քաղաքում, այդպես գնում ա Այ դրա նման պտտվում անի, ես էլ ավելի եմ ընկճվում, հոգեբանորեն, հա, արա կսպանեն, արա, հերը կմորթի արա, մերը 7-րդ հագից կգցի արա, սպաներ եմ լսում, 7-րդ հագից խի պտի գցի, 3-րդ հարգ ենք ապրում, արա, գներ չէ։ Ուտեն սարսափած, փոխանակ դուխ տան բան, արա, դու տուն չմտնես, արա, ոտը չդ կպոկի արա հերը, սատկաս կսպանեն արա, կմորթի, այդ ստրեսների մեջ խորացա, որ տուն պտի չգնամ։ 3-4 դասարանցու ուղեղով մտածեցի, որ պիտի գնամ փախնեմ, պահկվեմ միտեղ տուն չգնամ, որտեղ ինձ կսպանեն։ Իսկական մտածեցի ում տուն գնամ, որ չգտնեն, ասի ում տուն էլ գնամ, մաման բոլոր ընկերներիս համարները ունի, ումն էլ չունի, վարքյանական կգտնի։ KGB-ն լավ էր աշխատում այն ժամանակ։ Մամաների տեսքով KGB-ն, հիշում եմ։ Մի հատ խեղճ ու կրակ ապրող ընկեր ունեինք Բաքում, բլած տան մեջ էին ապրում, ոչ իման չունեին, բնականաբար նաև քաղաքային հեռախոս, ասի գնամ այդ մի ընկերոջս տուն, գնացի Արդեն ստերս հորինած, որ մերոնք գնացել են գյուղ, այսօր չեն գալու, կալյա ձեր տունը մնալ, մտա հաց էին ուտում, բարև ձեզ լարատը, բարև հվու ջան, արի հաց ուտենք, չէ, ասի, սոված չեմ, բայց սոված եմ, էլի դες, սուտ բաներ եմ,
խոսում, սոված չեմ, որովհետև տնեցիներից մի ամսով հացից կդրել եմ, ես ինչ սրտով հաց ուտեմ։ Ինչ այել բան, ասի սենց կարամ ձեր տանը մնամ, հա բալես, ոչ մի խնդիր, հեսա բան տեղերը գցեմ, արդեն խաղում շփվում ենք, ձիվանը բացել ատեն, սավանը բան գցել, տեղաշորա պատրաստում, ուրախ, համ ուրախ եմ, համ տխուր, ուրախ եմ, որ ընկերոջս հետ եմ մնալու, խաղալու ենք, խոսենք, շփվենք, տխուր եմ, որտեվ լարված եմ, պատկերացնում եմ, այնտեղ ինչ է կատարվում։ Այդ մտքերի վրա մեկ էլ դուր դամ Միանգամից հասկացա, որ մերը սա։ Դե ոնց է մայրական սիրտը երեխային զգում, հակառակն էլ աշխատում։ Նախ, այդ, երկրորդն էլ մամայի ծեծելներ, ինձ էլ էր տենց ծեծում, գիտեի ու գարնել, էլ։ Վերջը գնաց, ընկերոջս մայրը դուրը բացեց դուրը, բարև ձեզ, հովիկը կարողա ձեր մոտա, մաման ասեց, հա, բա դուք գյուղ չեք գնացել, մերս հասկացավ արդեն ինչ եմ խապես, գնացել ենք, հետ եկանք, բայց էդ էլ հրճվանքն էլ ինչի ա, որ կտավ ինձ էլի վերջապես, ու եկել է բալես տեղիս, արա նենց ասում ես տնում չի սպանելու, այդ ես դեմքով, հետևից էլ մի եկա դելեգացիա, մենակ 20 հոկանոց, մի կես քայլ հետը զամ դիրեկտորը, պապան, Օրյանի շեֆը ինքն է, բայց շոտիկի մամայից կես քայլ հետ ես, ժպիտով, քուրս, չգիտեմ, տատս, հարևանները, քրոջս ընկերուհիները, իմ ընկերները, բակի երեխեքը, դե մի դելեգացիա եկան, գտան բան, արի գնանք տուն, մաման ու գիտեք ոնց է, այդ հենց հաշկիս, ասի չեմ ուզում գամ, մամա, նայում եմ ընկերոջս Մորոյանի են դեմքով, կարամ հանձնվեմ մնամ ձեր տանը, լավ, ասաց չէ, գլխով հասկացա ու բան, դե ով կու, ես չեմ դուք եք, որ գիտեք միտեղ տանելու են վիզըտ կտրեն, կգնակ ասի, չգիտեմ, արի բալես, արի բան չկ, արի դեվազ, արի ասում, է որ ժպտալով բասես, թեթև պոշկեքիս տալով, կապտած տեղեր չմնամ, ինչև հասնենք զղկսնելով, անոնս անում, էլի, դիտեք հաջորդ սերիայում, թե ինչ է սպասում, արի դեվա, ես հետևից ընգած, պապան չէ, պապան ընդհանրապես մատով չկպավ, ինչ ճիշտն է, հայրս այդ հարցում լրիվ ուրիշ մոտեցում և դիրքորոշում ունի, հայրս մտածում է, որ երբեք դուրսը այլ մարդկանց ներկայությամբ երեխայի վրա ձեռք բարձրացնել չի կարելի։ Կհասնենք տուն, նորմալ կլխկենք, տենց էլ եղավ, հասանք տուն տվեց, մի հատ, այսք ոչ թե հասանք տուն տվեց, հասանք դրան մոտ տվեց ընգա տուն, խաղից դուրս վիճակ էր, էլի վիճել, մտա ու տենց սկսեցին ֆուտբոլը արդեն պատրաստած էր, գոլերը դրած, ես գնդակն էի ոնց հասկացակ, պապայի գոլերը ընդեղ մամայի կոնկրետ տշում են, հանուն անկեղծությամբ պիտի ասեմ, որ ծնողներս այդ հարցում բան չեն, այսինքն չունեն տենց չեն հետևում ազգային ավանդական խոսքերին, ասացվածքներին, առածներին, թե բա ընգած ինչ են խփում, պարկած ինչ են լոմկում, լոտկում, չգիտեմ, կոնկրետ լմզում էին պատերին և դա են դեպքում, երբ որ պարզվեց վերջում, որ այդ կտրոնները հացի, երբ որ են սապոգներս ձգում էի հակնում, դες դրել եմ փոքր, տումբակար, տումբուչկա դրել եմ, հակել եմ, հետո դե որ հակնում, սնեգավիկ ես դառնում, չէ՞, ստեյզ ներքև բան չես տեսնում, գիտեմ գրպանը սա պարզվում է թողել եմ այդտեղ, հաջող բան գնացել եմ, այդ ստրեսները ապրել եմ, իրանք վերցրել էին չեկերը, գնացել ստացել էին հացերը, անուշ էին արել, իմ բաժինն էլ հետը, և այդ դեպքում էին ինձ տենց սատկացնում, պատկերացնում եք հանկարծ իսկականից կորցրած լինեի այդ կտրոնները, իրոք կսպանեին, բայց ինչքան էլ որ վատ հիշողություններ կան, նախ ես չեմ հասկանում այն ժամանակ էր լավ, թե հիմա կամ վատ, որովհետև միանշանակ չի, ընդեղ էլ կար և լավ և վատ, հիմա էլ կա, բայց դա կարևոր չի, կարևորը այն է, որ ինչքան էլ վատ հիշողություններ ունենանք, դա հիշենք շպիտով,
ծիծաղով եւ վերացենք հումորի ու թեթև ապրենք։ Հիմա էլ ապրենք ուրախ թեթև, որովհետեւ այսօրն էլ ու այս ժամանակաշրջանն էլ մի օր դառնալու է անցյալ, որպեսզի նորից այդ անցյալը հիշենք ժպիտով, ուրախ եւ պոզիտիվ։ Ես սիրում եմ ձեզ շատ, սա HD stand-up-ի հերթական հաղորդումներ HD Production-ի YouTube-յան ալիքում եւ Շանթ հեռուստաընկերության եթերում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն տեղում։ Համբուրում եմ։